Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարը, իսկ Ամերիկան վերականգնում է ռազմական օգնության և հետախուզական տվյալների փոխանցումը։ Այս ամենը ձեռք է բերվել 8 ժամ տևած բանակցությունների արդյունքում։ Վերականգնված ռազմական օգնությունը ներառում է մոտ $1 միլիարդ տեխնիկա, որը հաստատվել էր Բայդենի վարչակազմի կողմից, սակայն դեռևս չէր առաքվել Ուկրաինա։ Թրամփի վարչակազմն ունի լրացուցիչ $3.8 միլիարդ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորություն, սակայն դեռևս չի հայտարարել նոր աջակցությունների մասին։ Թրամփը անդրադարձել է 30-օրյա հրադադարի առաջարկին։ Ուկրաինան համաձայնել է և հուսով եմ, որ Ռուսաստանը նույնպես կհամաձայնի։ Ես կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ։ Տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ, հավելել է նա։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է բանակցություններն ու հայտարարել, որ չի բացառում, որ առաջիկա օրերին հանդիպում կլինի ամերիկացիների ու ռուսների միջև։ Սիրելի հետևորդներ, հիմա առաջարկում եմ ծանոթանանք օրվա մյուս կարևոր իրադարձություններին, ապա վերադառնանք թողարկման մյուս թեմաներին։ Դոմինիկյան Հանրապետությունում առեղծվածային հանգամանքներում անհետացել է ԱՄՆ-ից ժամանած ուսանողուհի։ Բրբանքի ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին և ավտոմեքենաների տերերին զգույշ լինել։ Հարավային Կալիֆոռնիայի և Լոս Անջելեսի որոշ հատվածներում ջրհեղեղի ու սողանքի վտանգ կա։ Գրիֆիթի աստղադիտարանը պատրաստվում է առցանց հեռարձակել լուսնային խավարումը։ Նյու Յորքի պրոպաղեստինյան ակտիվիստների մասշտաբային բողոքի ակցիաները շարունակվում են, ոստիկանությունը ստիպված է ուժ կիրառել։ Շաբաթվա սկզբից ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր առևտրային լարվածություն է։ Սպիտակ տանը ֆինանսական ճգնաժամի դեմ գործողությունների ծրագիր են մշակում։ Հաղորդման վերջում կպատմենք, թե իրականում ինչ վիճակում է ԱՄՆ-ի տնտեսությունը, ինչ են ցույց տալիս ցուցանիշները և որքան է ճգնաժամի հավանականությունը, այնպես որ դիտեք թողարկումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները, այնպես որ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա թողարկումները, ինչպես նաև կոմենտներում գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ Դոմինիկյան Հանրապետությունում առեղծվածային հանգամանքներում անհետացել է ամերիկացի ուսանողուհի։ Նրան վերջին անգամ տեսել է իր ընկերը, երբ միասին գնացել են լողափ։ Նրանք հանդիպել են ուժեղ ալիքի ու հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգությունը։ Ընկերը կարողացել է մեծ դժվարությամբ հասնել ափ ու երբ ափ է հասել, ականատեսների պատմելով միանգամից ուշագնաց է եղել։ Այժմ որոնողական աշխատանքները ընթանում են, բայց ոչինչ հայտնի չէ։ Որոնողական աշխատանքներին ներգրաված են անօդաչու սարքեր և ուղղաթիռներ։ Հիմնական վարկածով ուսանողուհին խեղդվել է, սակայն ընտանիքի անդամները կասկածում են, որ նրան կարող էին առևանգել։ Դոմինիկյան Հանրապետությունը միշտ եղել և մնում է գրավիչ դեստինացիա Ամերիկայի քաղաքացիների համար։ Չնայած տեղի բարձր հանցավորության մակարդակին, երկիրը 2024 թվականին շուրջ 4 միլիոն ամերիկացի է ընդունել։ ԱՄՆ պետդեպարտամենտը զբոսաշրջիկներին հորդորում է լինել ծայրահեղ, զգոն և ուշադիր։ Մենք նույնպես մեր հետևորդներին խորհուրդ ենք տալիս, որ Դոմինիկյան Հանրապետությունում հանգիստը պլանավորելիս ցածր գներից ու աննկարագրելի գեղեցիկ սովափներից բացի հաշվի առնեք հանցավորության բարձր մակարդակը։ Բրբանքի ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին, որ հանցագործների թիրախում են հայտնվել առանց բանալու գործարկվող մեքենաները։ Ոստիկանության հաղորդմամբ վերջին շրջանում շատացել են այն դեպքերը, երբ գողերը սկանավորում են մեքենայի բանալու ազդանշանները և ստեղծում կեղծ բանալիներ։ Որոշ դեպքերում նրանք նույնիսկ միանում են մեքենայի համակարգին ծրագրավորելով նոր բանալիներ։ Գողերը կիրառում են հատուկ սարքեր, որոնք չափերով նման են հեռախոսի կամ պլանշետի։ Դրանք հեռակակարգով որսում են բանալու ազդանշանը և արագ ստեղծում դրա կրկնօրինակը, ասված է ոստիկանության հաղորդագրությունում։ Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել, մեքենան կայանել անվտանգ վայրերում, օգտագործել շարժման որսացող լույսեր ու տեսախցիկներ, պահել բանալիները հատուկ պաշտպանիչ պատյաներում և տեղադրել GPS հետևողական սարքեր։
Իսկ այժմ այն մասին, որ Լոս Անջելեսի որոշ հատվածներում մարդիկ ստիպված են տարհանվել, պատճառը հորդառատ անձրևներն են։ Հիմնականում վտանգը այն վայրերում է, որոնք տուժել են հունվարյան ավերիչ հրդեհներից, նշեմ նաև, որ հիմա այդ վայրերում մոխրացած է, բուսականություն չկա, որի պատճառով էլ հնարավոր է սողանքներ լինեն։ Ավելի վաղ նույն տարածքում տրվել էր տարհանման նախազգուշացում սողանքների վտանգի պատճառով, իսկ փետրվարի կեսին այստեղ ջրի ու քարերի հոսքը վնասել էր տներ ու փողոցներ։ Տարհանման նախազգուշացումներ են գործում նաև Լոս Անջելեսի այլ շրջաններում։ Հարավային Կալիֆոռնիայում այս շաբաթ դեռ սպասվում է ևս մեկ փոթորիկ, որը ըստ կանխատեսումների կտևի մինչև ուրբաթ։ Տեղումների մեծ մասը գալու է 5-շաբթի վաղ առավոտյան, ինչը կարող է ճանապարհները հեղեղել։ Այնպես որ Լոս Անջելեսի մեր հետևորդներին խորհուրդ ենք տալիս գոն եւ ուշադիր լինել։ Շաբաթվա վերջում տեղումները պետք է նվազեն, սակայն ցուրտ եղանակը շարունակվում է։ Բոլորիս հայտնի Գրիֆիթի աստղադիտարանը պատրաստվում է մարտի 13-ին հեռարձակել լուսնային խավարումը։ Այն կսկսվի մարտի 13-ին ժամը 20:50-ին եւ կավարտվի հաջորդ օրը ժամը 3:05-ին։ Աստղադիտարանը նշում է, որ խավարումը կարելի է տեսնել անզեն աչքով հարավային Կալիֆոռնիայի ցանկացած վայրից առանց հեռադիտակի։ Լուսնային խավարումները վտանգավոր չեն աչքերի համար եւ հատուկ պաշտպանություն չեն պահանջում։ Աստղադիտարանը փակ կլինի հասարակության համար հեռարձակման ընթացքում։ Լիակատար լուսնային խավարումը տեղի կունենա, երբ լուսինը ամբողջությամբ գտնվի երկրի ստվերով, այդ ժամանակ լուսինը կստանա կարմրավուն երանգ։ Բայց չթողնեք բացառիկ տեսարանը։ Իսկ Գրիֆիթի աստղադիտարանի հեռարձակումը կարող եք դիտել YouTube-յան ալիքում, որի հղումը կթողնենք մեր հոլովակի ներքևում։ Հուսանք, որ երկինքը այդ ժամանակ պարզ կլինի։ Սիրելի հետևորդներ, մինչև մաքսատուրքերի քաղաքականությանն ու Ամերիկայի տնտեսության մասին խոսելը առաջարկում եմ տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Ջասթին Թրուդոն վերջնականապես լքել է Կանադայի վարչապետի պաշտոնը։ Նա նույնիսկ խորհրդարանից դուրս է բերել իր աթոռը լուսանկարիչներին ցույց տալով լեզուն։ Թրուդոն երկրի կառավարությունը ղեկավարել է 10 տարի։ Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնում նրան փոխարինել է Մարկ Քարնին, ով նաև ստանձնել է վարչապետի պարտականությունները։ Մոտ ապագայում Կանադայում սպասվում է խորհրդարանական ընտրություններ։ 22 օր տևած գործադուլից հետո Նյու Յորքի իշխանությունները աշխատանքից ազատել են ավելի քան 2000 բանտի աշխատակիցների, որոնք հրաժարվել էին վերադառնալ աշխատանքի։ Բողոքի ակցիան խաթարել էր նահանգային բանտային համակարգի աշխատանքը։ Ի վերջո արմիության հետ հաջողվել էր համաձայնության գալ, սակայն գործադուլից հետո բազմաթիվ աշխատակիցներ չէին վերադարձել աշխատանքի։ Տեխասում պատրաստվում են ավելի ակտիվ պայքարել անօթևանների դեմ։ Նահանգի սենատում քննարկում են նոր օրենք, որը պարտադրում է իշխանություններին անհապաղ արձագանքել բնակիչների բոլոր բողոքներին։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել հատուկ տարածքներ, որտեղ անօթևանները կկարողանան տեղադրել իրենց վրանները։ ԱՄՆ կրթության նախարարությունը հայտարարել է, որ վաղը կրճատվելու է իր աշխատակազմը գրեթե 50%-ով։ Գերատեսչությունը հայտնել է, որ կրճատման ենթարկված աշխատակիցները աշխատանքից կհեռացվեն մարտի 21-ին, սակայն մինչև հունիսի 9-ը կստանան ամբողջական աշխատավարձ ու նպաստներ, ինչպես նաև կստանան հատուցումներ եւ թոշակային արտոնություններ։ Սիրելի հետևորդներ, օրվա ամենաթարմ իրադարձություններին հետևելու համար կարող եք անցնել թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանել մեր Facebook-յան էջը, ինչպես նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Նյու Յորքում պրո-պաղեստինյան ակտիվիստների կողմից կազմակերպված լայնամասշտաբ բողոքի ակցիաները շարունակվում են ու այդ պատճառով էլ ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել։ Նշեմ նաև, որ այս ամենը նոր թափ հավաքեց այն ժամանակ, երբ IC գործակալները ներխուժեցին ու ձերբակալեցին Կոլումբիայի համալսարանի ակտիվիստ Մահմուդ Խալիլին։ ԱՄՆ իշխանությունների տեղեկություններով նա է կազմակերպել Իսրայելի դեմ ուղղված բողոքի ցույցերը։ Չնայած զարգացումներին, որի մասին կպատմեմ վայրկյաններ հետո, Թրամփը ասել է, որ սա առաջին ձերբակալությունն է, բայց ամենևին վերջինը չի լինելու։ Այժմ ակցիային մասնակցում են հարյուրավոր մարդիկ, որոնք աջակցում են ակտիվիստ Խալիլին եւ իրենց բողոքը ներկայացնում ընդդեմ Իսրայելի։ Հստակ չէ արդյոք մասշտաբային բողոքի ակցիաներն ազդեցություն ունենում են դատական որոշման վրա, սակայն երեքշաբթի օրը Նյու Յորքի շրջանի դատարանը արգելափակել է ԱՄՆ ներգաղթի ծառայության Մահմուդ Խալիլի արտաքսելու վերաբերյալ որոշումը։ Ավելի վաղ ԱՄՆ դեպարտամենտը հայտարարել էր, որ Խալիլի կանաչ քարտը պետք է չեղարկվի եւ նա ենթակա է արտաքսման, սակայն Նյու Յորքի դատարանի միջամտությունից հետո նա առայժմ մնում է երկրում։
Շաբաթվա սկզբից ԱՄՆ-ի եւ Կանադայի միջև նոր տնտեսական լարվածություն է սկսվել, պատճառն այն է, որ Օտտավան որոշել է, որ կանադական էլեկտրաէներգիան պետք է նոր սակագնով վաճառի։ Նշեմ նաեւ, որ Կանադային սահմանակից մի շարք շրջաններ ստիպված են լինում իրենց էլեկտրաէներգիան գնել Կանադայից, ու սա լուրջ հարված է, քանի որ բնակչությունը կարող է կանգնել թանկացման վտանգի առջև։ Թրամփի պատասխանը սպասեցնել չտվեց եւ անմիջապես երեքշաբթի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ կրկնապատկում է կանադական ներմուծման համար սահմանված բոլոր տուրքերը։ Արդյունքում Կանադան որոշեց զիջումների գնալ եւ չեղարկեց էլեկտրաէներգիայի վերաբերյալ 1 օր առաջ սահմանած սակագինը։ Սակայն առևտրային պատերազմն այսքանով չի ավարտվում, կողմերի միջև սահմանված մյուս մաքսատուրքերը շարունակում են գործել եւ ամեն օր փոփոխությունների են ենթարկվում։ Սիրելի հետևորդներ, վերջապես հասանք օրվա ամենագլխավոր ու մտահոգիչ նորությանը, արդյոք Ամերիկայում հնարավոր է ճգնաժամ թե ոչ։ Հրապարակվել են թվեր, որոնք այդքան էլ հուսադրող չեն։ Այսպիսով Dow Jones-ի ինդեքսը նվազել է 35%-ով, S&P 500-ը կորցրել է ավելի քան 35%, իսկ Nasdaq-ը անկում է ապրել շուրջ 45%-ով։ Հիմա հասկանանք, թե որոնք են այս վախեցնող անկման պատճառները։ Wall Street-ում անհանգստացած են կառավարության տնտեսական քաղաքականության անկայունությունից։ Մասնավորապես շուկան արձագանքել է նախագահ Թրամփի մաքսային քաղաքականությանը, որն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում։ Նախ Թրամփը սահմանել է բարձր մաքսատուրքեր Չինաստանի, Կանադայի ու Մեքսիկայի նկատմամբ, ապա հետաձգել է դրանց կիրառումը, հետո կրկին ուժի մեջ է մտցրել բացառություններով։ Ու հենց այս խառնաշփոթի պատճառով ներդրողները ստիպված են եղել հանել իրենց ներդրած գումարը, ինչն էլ դարձել է բաժնետոմսերի էժանացման պատճառ։ Մասնագետները նշում են, որ եթե այս անկումը շարունակվի, շուտով կարող է բարձրանալ սպառողական գները, աճել գործազրկությունը, իսկ տնտեսությունը կարող է հայտնվել նոր ճգնաժամի շեմին։ Շուկայի վրա բացասական ազդեցություն է ունեցել նաև պետական աշխատողների զանգվածային կրճատումը։ Վերջին շաբաթներին հազարավոր մարդիկ կորցրել են աշխատանքը, ինչը տնտեսության կայունության համար վատազդակ է։ Ներդրողները անհանգստացած են նաև Թրամփի վարած ներգաղթի քաղաքականությունից, եթե այսպես շարունակվի, երկրում ներգաղթյալ չի մնա ու աշխատուժի պակաս կլինի, էժան աշխատուժի նշեմ, եւ սա հավելյալ ծախսեր կբերի ներդրողների համար։ Նաև նշեմ, որ շուկան արձագանքում է Թրամփի հակասական հայտարարություններին արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Նախագահը նախ սպառնացել է խիստ պատժամիջոցներով Ռուսաստանին, իսկ հետո հանդես է եկել ավելի մեղմ հռետորաբանությամբ։ Նման փոփոխական քաղաքականությունը ևս նպաստում է ներդրողների անորոշությանը։ Այս պահին շուկան շարունակում է մնալ անկայուն։ Միակ դրական ազդակն այն է, որ Սպիտակ տանը ֆինանսական ճգնաժամի դեմ գործողությունների ծրագիր են մշակում, սակայն դրա մանրամասները դեռևս անհայտ են։ Տնտեսագետների կանխատեսմամբ իրավիճակը կկայունանա միայն այն ժամանակ, երբ կառավարությունը հստակ ճանապարհային քարտեզ կմշակի, որտեղ ամբողջությամբ պատկերված կլինի ապագա տնտեսության պատկերը։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ մեկնաբանություններն ու նամակները։ Եթե ցանկանում եք բաց չթողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։